Հիշում եք, որ Հիսուս Քրիստոսը քանանացի կնոջը ասաց հետևյալ խոսքերը. «Լավ չէ երեխաների հացն առնել եւ շների առաջ նետել»։ Կինն էլ պատասխանեց ու ասաց. «Այո, Տեր, սակայն շներն էլ իրենց տերերի սեղանից թափված փշրանքներով են կերակրվում»։ Ինչ են նշանակում Հիսուսի ասաց եւ քանանացի կնոջ ասաց խոսքերը։ Եկեք ընթերցենք Մատթեոս 15:22-28 խոսքերը, որից հետո բացատրությունը կընթերցենք։ Եվ ահա քանանացի մի կին, որ գալիս էր այն սահմաններից, աղաղակում էր ու ասում նրան. «Ողորմիր ինձ, Տեր, Դավթի որդի, իմ աղջիկը տառապում է դևից»։ Սակայն Հիսուսը նույնիսկ մի բառ նրան չպատասխանեց։ Նրա աշակերտները մոտեցան եւ խնդրում էին նրան, ասելով. «Արձակիր նրան, որովհետև աղաղակում է մեր հետևից»։ Հիսուսը պատասխանեց ու ասաց. «Ես ուղարկվել եմ միայն Իսրայելի տան կորած ոչխարների մոտ»։ Իսկ կինը եկել եւ նրան երկրպագում էր ասելով. «Տեր, օգնիր ինձ»։ Նա պատասխանեց ու ասաց. «Լավ չէ երեխաների հացն առնել ու շների առաջ նետել»։ Իսկ նա ասաց. «Այո, Տեր, սակայն շներն էլ իրենց տերերի սեղանից թափված շրանքներով են կերակրվում»։ Այդ ժամանակ Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. «Ով կին, մեծ է քո հավատը, թող քո ուզածի պես լինի»։ Եվ նույն պահին նրա աղջիկը բժշկվեց։ Իսկ հիմա եկեք ընթերցենք այս խոսքերի բացատրությունը։ Մատթեոս 15:22-28 խոսքը Հիսուսի եւ քանանացի կնոջ հանդիպման պատմությունն է։ Սա շատ խոր հոգեվոր իմաստ ունի եւ կարելի է այն բացատրել մի քանի շերտով։ Առաջին՝ պատմական եւ միջավայրային իմաստ։ Հիսուսը այդ պահին ծառայում էր հիմնականում հրեաներին, երբ նա ասում է. «Ես ուղարկվել եմ միայն Իսրայելի տան կորած ոչխարների մոտ»։ Նա ցույց էր տալիս իր ծառայության առաջին ուղին, ավետարանն նախ պետք է հռչակվեր Իսրայելին, հետո ազգերին, հեթանոսներին։ Այդ կինը հեթանոս էր, ոչ հրեա։ Հրեաները սովոր էին հեթանոսներին շներ կոչել ոչ արհամարանքով Հիսուսի կողմից, այլ որպես ժողովրդական խոսք, որը ցույց էր տալիս, որ նրանք դուրս էին Աստծո ուխտից։ Երկրորդ՝ կնոջ հավատը եւ խոնարհությունը։ Կինը չնեղացավ շներ բառից, այլ խոնարհությամբ պատասխանեց. «Այո, Տեր, սակայն շներն էլ իրենց տերերի սեղանից թափված փշրանքներով են կերակրվում»։ Այս խոսքերով նա ցույց տվեց իր խոնարհ սիրտը, իր համառ հավատը եւ իր ճշմարիտ ճանաչումը, որ նույնիսկ ամենափոքր ողորմությունը Աստծուց բավական է բժշկության համար։ Հիսուսը տեսնելով այդ հավատը ասաց. «Ով կին, մեծ է քո հավատը» եւ բժշկեց նրա աղջկան։ Երրորդ՝ հոգեվոր իմաստը մեզ համար այս պատմությունը ցույց է տալիս Աստծո ողորմությունը սահմանափակված չէ ազգությամբ կամ ծագումով։ Ճշմարիտ հավատն ու խոնարհությունը բացում են փակ դռները, երբ մարդը չի նեղանում Աստծուց, այլ խոնարհվում է, նրա հավատքը զորանում է։ Կարճ ասած, Հիսուսը սկզբում փորձեց կնոջ հավատը, կինը անցավ փորձությունը, չնեղանալով, այլ ընդունելով իր փոքրությունը եւ հավատալով Աստծո բարիությանը։ Արդյունքում Հիսուսը ցույց տվեց, որ հավատքն է չափորոշիչը, ոչ թե ազգը։ Հիսուսը ցույց տվեց, որ Աստծո արքայության դռները բաց են յուրաքանչյուրի համար, ով գալիս է խոնարհ հավատքով։